Հիշում եք, թույլիկները երեք մի տեսանյութ էին տարածել, որ Ղարաբաղի ժողովրդին տներով են ապահովել Տաշրի տարածաշրջանում։ Ես էլ արձագանքեցի, ասելով, որ սուտ մանիպուլյացիա եք անում եւ նույնիսկ եթե ինչ-որ բանով օգնել եք, դա համեմատելի չի պետական բյուջեի եւ հայ ժողովրդի օգնության հետ, ու ամոթա նույնիսկ դրա մասին բարձրաձայնել է այդ միլիարդավոր, հարյուրավոր միլիարդները, որ ծախսվել է Ղարաբաղի ժողովրդի համար եւ ստեղ եւ Ղարաբաղում, համեմատելի չեն ձեր այդ այսպես կոչված ճակերտավոր բարեգործության մասին։ Եվ մի տեսանյութ էլ էի ժամանակին արել, որ ասել էի, որ Ղարաբաղյան շարժումը դա ընդամենը պատրվակ ա եղել եւ Ղարաբաղի ժողովրդին այդ վիճակում պահելը պատրվակ ա եղել իրենց իշխանությունը ամրապնդելու համար։ Հիմա ավելին ասեմ, ժողովուրդ ջան, Ղարաբաղի եւ Հայաստանության ժողովուրդը այս սրանց համար, այս պատերազմի եռագլուխ կուսակցության համար ընդամենը թնդանոթի միս ա եղել եւ ընտրակաշառքի մատերիալ, բառիս ուղիղ իմաստով թնդանոթի միս եւ ընտրակաշառքի մատերիալ։ Հիմա մեր ժողովուրդը պետք է որոշի, ինքը ուզում է շարունակել մնալ կամ նորից դառնալ թնդանոթի միս եւ ընտրակաշառքի մատերիալ, թե հավերժ գրողի ծոցը եւ պատմության աղբանոցն ա ուղարկելու Կալուգացուն, Սերժին, Ռոբին, Ծառուկյան Գագոին եւ նրանց մանր-մունր սատելիտներին, հա՞։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար։